Կիբերհանցագործության ճանապարհը պետք է փակենք։ Մեր սոցիալական քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը դա է։ Նախկին թերթերին փոխարինել եկել հեռախոսը, եւ հեռախոսը ոչ միայն խաղային ինդուստրիայի համար է, ոչ միայն ժամանցի լուրերի, նա դարձել է մի կամուրջ, պատրաստված կիբերհանցագործների եւ միամիտ քաղաքացիների միջև։ Մի կողմից ունենք կիբերհանցագործներ գերժամանակակից տեխնիկապես հստակ պատրաստված, հղկված իրենց մեթոդներով, մյուս կողմում ունենք մեծահասակներ, ովքեր ունեն հեռախոսներ, բայց չունեն գրագիտություն այս թեմաներով, ունենք երեխաներ, որոնք դեռահասներ, ցանկանում են ժամանակակից աշխարհին հաղորդակից լինեն, բայց նրանք պարզապես նվեր են կիբերհանցագործների համար։ Հարցը պետք է կարգավորվի։ Լուծումները հետևյալն են. ինստիտուցիոնալ լուծում։ Պետությունը պետք է համագործակցի միջազգային բոլոր հնարավոր կառույցների հետ, ովքեր ներգրաված են կիբերհանցագործության դեմ պայքարում։ Պետության ներսում պետք է ստեղծեն շտեմարաններ, պետք է անվտանգության ուժերում լինեն հատուկ շտեմարաններ, եւ այս աշխատանքը պետք է սկսի հենց այսօր։ Եթե մենք ուշացնում ենք, մենք բացում ենք ճանապարհը, որով կիբերհանցագործները քաղաքացիների, դեռահասների, նրանց ծնողների գումարները վաստակելու են, պարզապես ժողովրդի խոսքով ասած, գցելու են նրանց։ Մենք այս շռայլությունը թույլ տալու իրավունք չունենք։ Դրա համար մենք իշխանության գալու առաջին իսկ օրերից ստեղծելու ենք հնարավորություն, ստեղծելու ենք նորմատիվ նոր ակտեր, ստեղծելու ենք նոր պահանջներ եւ որոշումներ, որով կիբերհանցագործների ճանապարհը դեպի Հայաստան եւ դեպի հայ մարդը մենք փակելու ենք։